Այն ինչ որ տեսնում եք, հռոմեական կայսրի պալատ չէ, ոչ էլ կոլումբիական նարկոբարոնի առանձնատուն։ Սա հայ օլիգարխ, իշխող կոալիցիայում ներկայացված կուսակցության առաջնորդ, երկրի պոտենցիալ վարչապետ Գագիկ Ծառուկյանի սեփականությունն է։ Իսկույն երևում է, որ ստվերային վարչապետը արդեն լրիվ կերպով գործի է անցել բարգավաճ Հայաստանի կառուցմանը։ Նախ եւ առաջ նա աղքատ երկրում իր համար կառուցել է շքեղ պալատ, եւ ոչինչ որ նրան նախանձողները աչք են գցել նրա ցեմենտի իկոնյակի կայսրության եկամուտներին, որը Հայաստանի ամենահարուստներից հարուստը մտադիր չէ վճարել երկրի բյուջե։ Միջազգային ճգնաժամ է, ասում է Գագիկը, ցեմենտը չի վաճառվում։ Ծառուկյանը հարկերի բարձրացման գաղափարական հակառակորդն է։ Տարեկան 15 միլիարդ դրամ եկամուտ ունեցող Ծառուկյանը պահում է երկրի բանակը, ազգային օլիմպիական կոմիտե եւ ընդհանրապես ճզմզված է ստվերային վարկերով։ Երբ խոսք է գնում խոշոր բիզնեսի ստուգումներից, աշխուժանում են երկրի տնտեսական ազատության հոգատար պաշտպանները, բարգավաճ Հայաստանի падգամավորները եւ Առավոտ թերթին նրա վարձու լրագրողները։ Երկրում քաղաքական ազատությունները նա պաշտպանում է անձամբ, ասենք պետք է ծեծել ընդդիմադիրին կամ կազմակերպել ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ավտոմեքենայի պայթեցնելը։ Ընդդիմության մարտյան ցույցերը ցրելուն մասնակցեցին նաև նրա թիկնապահները, իսկ երկրի անվտանգության խորհրդում քաղաքական ընդդիմության հանդեպ ֆիզիկական պայքարի քննարկման հարցը չի անցկացում առանց նրա մասնակցության։ Հայկական օլիգոպոլիայի գլխավոր թշնամին բազմաչարչար ժողովուրդն է, իսկ բռնաբարության համար դատապարտյալի փորձ ունեցող Գագիկ Ծառուկյանը կարևոր օղակ է երկրում առկա վարչակարգի պաշտպանության գործում։ Նա սիրում է լինել ուշադրության կենտրոնում, բավական է նայել նրա դեմքի արտահայտությանը, որպեսզի հասկանալ, թե որքան գույնեղ է այդ կերպարը։ Ծառուկյանը հասարակ է ու կոպիտ, կարող է առանց ալիևալության իր բարերար Ռոբերտ Քոչարյանի որդու հարսանեկին գնալ մկանները ընդգծող շապիկով, որպես անվիճելի փաստարկ ինչ-որ կոմսոմոլների ու կոստյումավոր գիտունների ֆոնի վրա։ Ծառուկյանը սիրում է ցուցադրել իր նվիրվածությունը Հարազատ Աբովյանին եւ 21 տարի է կողոպուտներով լի իր աղայական սեղանից փշանքներ են նետում այդ քաղաքի բնակիչներին, որպես հարկերից խուսափման արդարացում։ Ծառուկյանը հպարտանում է նրանով, որ նա Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Ոչինչ, թող ժողովուրդը նրան դեռ նախագահ չի ընտրել, բայց նա հարուստ է նախագահից, ընդ որում ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին։ Հարուստ է մյուս մրցակիցներից, օլիգարխներ Միկի Բաղդասարովից եւ Հրանտ Վարդանյանից։ Վերջին ժամանակներում Գագիկ Ծառուկյանը իր շրջապատում սիրում է կատակել, որ նա ավելի հարուստ է, քան Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման։ Հայեր, ուշադիր դիտեք ու հիացեք, նման պալատներ երազում անգամ չեք կարող տեսնել։ Հանրապետությունում հասարակ հայը նման հարստություն ունենալու շանս չունի ու չի էլ ունենա։ Դա գերհարուստների ու նրանց շարավիղների համար է, իսկ մենք բոլորս գոյատևում ենք միայն նրանց սպասարկելու համար։